Չեմ հասկանում, հնարավոր չի պարզել, թե այդ ամեն ինչը ով է արել։ Հանգամանքները նենց են դասավորվել, որ հնարավոր չի։ Չեմ հասկանում։ Այդ ոնց է ստացվում, որ այդքան վատ վիճակում գիտակցում էր, որ մարդ է սպանել։ Վախեցած է, խնդրում էր հիվանդանոց չտանեմ ու հիմա ոչ մի բան պարզ չի։ Դիակը չկա։ Ինքն էլ բան չի հիշում։ Ու հիմա ինչ։ Ես եմ մեղավոր դառնում։ Դու մեղավոր չես դառնում, բայց քեզ համար լավ կլինի մնաս այստեղ։ Գոնե որոշ ժամանակով։ Սեդայի եղբայրն ու նշանածը համոզված են, որ դու ես։ Ի տարբերություն ինձ։ Իսկ իրանք դատ ու դատաստան կամ քննություն չեն վարելու ինպես։ Ես ստեղ մնալու պատճառ չունեմ, որովհետև ոչ մի բան չեմ արել։ Ասեմ ավելին, եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ես ունակ եմ աղջիկ բռնաբարելու, այդ արդեն ես իրանցից պահանջելու բան ունեմ, ոչ թե իրանք ինձնից։ Կարող եմ գնալ։ Եթե էլ բան չունեք ավելացնելու, ես գնամ։ Ունեմ, բայց այդ մենյուի մեջ չկա։ Շատ սիրում ես։ Սյուզ, Սյուզի, ինչ ա եղել, ուր ա Սեդան, Սենյակում ա, հա, բան էլ չի եղել, ուղղակի կանչել ա քեզ, բայց նայի, թևեր չես տալիս, գլուխը չես շոյում ու զոհ չես սարքում, եղավ? դու մի գրամ խիղճ ունես, Ունեմ,
ու այն էլ ինչքան ունեմ։ Ու իմ խիղճը տանջում է, որ Մինասին էս վիճակում եմ տեսնում, թե ոնց է տառապում։ Ես հոգոնե գիտեմ, որ քո սիրտը Մինասի համար չի ցավում։ Էլեն, չափերդ մի անցի։ Մենք երկուսս էլ շատ լավ հասկանում ենք, որ ոչ մի բռնաբարություն էլ չի եղել։ Այս ամեն ինչը եղել է իրա կամքով։ Էլ կյանքում ինձ նման բան չասես։ Անհնար է, որ աղջիկը թույլ տա իրան բռնաբարեն։ Նման բան չի լինում։ Կամ այդ ինչ մոտեցում ա, դու էլ ես կին։ Բայց ինձ չեն բռնաբարել, չէ՞։ Ես ուղղակի ամաչում եմ քո այդ մտածելակերպից։ Գիտես ինչ կա։ Մի բան ես հստակ գիտեմ։ Եթե կինը առիթ չտա, տղամարդը երբեք այդ առիթից չի օգտվի։ Դա վստահ եմ ասում քեզ։ Կապ չունի Սելանա, թե ուրիշ մեկը։ Ահա որը այն, որ կինը կարա կնոջ մասին նման կերպ արտահայտվի ու ասի, որ առիթ ա տվել, փոխանակ պաշտպանի կամ կողքը կանգնի։ Ես Հեդայի կողքին եմ լինելու, ինչը լինի, եթե անգամ ջղայնանամ կամ նեղվեմ։ Միևնույնն է, ես իրան պաշտպանելու եմ։ Քեզ ձերբակալելու հիմքերը քիչ են, բայց կարող է վաղ ամեն ինչ փոխվի։ Միակ ֆիգուրանտը դու ես գործի մեջ։ Կամ փաստեր, ամբողջ գիշեր քո տանն է եղել։ Իրերը նկուղում։ Նա ոչինչ չի հիշում ու բռնաբարել են։ Հասկանում ես ինչ լուրջ վիճակ է։ Չեմ հասկանում, հնարավոր չի պարզել, թե այդ ամեն ինչը ով է արել։ Ամբողջում մամուլը այդ աղջկա մասին է խոսում։ Ասում են ինչ որ պատգամավորի քույրա Մինաս Վարդանյան, թե ինչ, չգիտեմ։ Ով գիտի ինչերի մեջ ա եղել։ Այդ հարուստների, վայելքների ձևերը մեր նման չի, շատ է տարբերում։ Հա, ես էլ եմ խղճում, բայց ով գիտի, կարող է իրոք կատարվածի մեջ ինքն է մեղավոր։ Մամ կլինի գոնե տանը այդ թեմայով չխոսենք։ Ազդում ա վրես։ Հա, հասկանում եմ։ Դժվար է, բայց առաջ անցի, մի մնա տեղ։ Քեզ չեն մեղադրում, չէ՞։ Լավ, ես ինչ անեմ։ Տնից գնամ, որ հանգիստ նստեմ։ Բա ինչ անեմ։ Չիմանամ, չխոսամ, չասեմ, մարդ եմ չէ, օտար հո չեմ։ Մանե ջան, ես ոնց ասենք շուտ ես եկել։ Գիտեի, որ տանն եք, չէի կարողանում աշխատեի։ Մտքումս անընդհատ այդ թեման է։ Չեմ հասկանում, հիմա էլ դու ես շարունակելու այդ նույն բանը խոսալ։ Սեդ, դու գիտես ես ինչքան շատ եմ ուզում քեզ օգնեմ։ Եթե պետք լինի մնացած բոլորի մոտ էլ ինչ որ ուզում ես այդ կասեմ, բայց քեզ չեմ կարա խաբեմ։ Ծնունդիս օրը դու իսկապես հեռախոսի միջից դուրս չես եկել ու ոչ մեկիս հետ չես շփվել։ Հետո թողեցիր գնացիր ու մենք ոչ մեկս քեզնից լուրջ չենք իմացել։ Այդ ոնց է դու ինձ չես զանգել։ Քեզնից չի։
Սա այդ ոչինչ որ ծնունդս էր ու ես հյուրերով էի զբաղված։ Ահա որ վատ վիճակում եմ։ Ճիշտ է չեմ ասում, ոչ մեկի հետ չեմ խոսում, բայց որ գիտակցում եմ ինչ են արել հետս, սիրտս կանգնում է։ Ու գիտես, դեմք չեմ հիշում։ Հիշում եմ, որ ձեռքերս բռնել էին, բայց կոնկրետ ինչ-որ բան չեմ հիշում։ Մինասը շատ վատ է։ Սյուզին գալիս գնում անընդհատ մեղադրում է ինձ։ Նվերը չի զանգել։ Իմ մոտ էլ հեռախոս չկա, որ զանգեմ։ Ես կզանգեմ կխոսես։ Բայց միջև այդ կարևոր բան կա, որ ուզում եմ իմանաս։ Ինչ։ Ուշադիրն է ես նկարին։ Այդ տղան առավոտյան ինձ ծաղիկներ ու նվեր էր բերել։ Այսինքն առաքել էր։ Դու իր հետևից դուրս ես եկել ու ինչ-որ բան ես հետը խոսում։ Ճիշտ ասած ես էլ չէի նկատել, նվերը տեսավ եկել էր ծնունդի օրվա նկարներն էր նայում։ Ոնց է սենց ստացվում։ Ինչ ես խոսում հետը։ Չգիտեմ, բայց այդ ինչ կարևոր է։ Այդ այնքանով է կարևոր, սեդ, որ ըստ նվերի ճշտումներով դուրս է գալիս, որ այդ առաքիչը նույն հայտնի տաքսիստն է, որ քեզ օգնել է։ Ես չեմ ուզում քեզ ճնշեմ կամ չեմ ուզում, որ դու քեզ մեղավոր զգաս։ Ուղղակի նման պատահականություններ չեն լինում։ Ես ուզում եմ հասկանալ, եթե այդ տաքսիստը առավոտյան եկել է Սևան, հետո գիշերը քեզ օգնել է տարել է իր տուն։ Բայց դեպքում ցերեկվա ու գիշերվա ընթացքում դու որտեղ ես եղել կամ նկարի մեջ ինչ ես խոսում հետը։ Գոնե այդ հիշում ես։ Սեդ կարող է ինքն է եղել։ Էլեն երդվում եմ, ես ձեզանից շատ եմ ուզում իմանամ, բայց չեմ հիշում, չես հասկանում։ Բա ոնց անենք։ Դու մեքենայով ես։ Չէ, մեքենայով չեմ։ Կօգնես ինձ։ Կօգնեմ, բայց նենց բան չասես, որ Սյուզին ինձ ձեր տան պատուհաններից մեկից դուրս շպրտի։ Հար։ Ես տուն եմ եկել։ Կողքտեմ։ Մաման էլ գնաց։ Ու ոնց որ ես քո նշանածն եմ ու մենք իրար շատ ենք սիրում։ Հա։ Կներես, ուղղակի անջատված եմ, գլուխս չի աշխատում։ Ալո։ Հույս ունեմ, որ հիշում ես մեր այսօրվա ջերմ հանդիպումը ու չես հարցնի թե ով է։
հիշեցի, ձեզ ինչ-որ բան է պետք։ Պետք է։ Ուզում եմ էլի տեսնեմ քեզ։ Ճիշտն ասած, նման հարցերով մեր մենեջերին պետքա զանգահարեք։ Ես չգիտեմ, այդ օրը մենք ազատ սեղան ունենք, թե չէ։ Ով էր։ Մեր մշտական հաճախորդներից էր։ Չեմ հասկանում։ Ձեր մշտական հաճախորդները արդեն քո անձնական համարին են զանգում։ Դե մի անգամ մեր սրճարանի հեռախոսը անջատվել էր, իմ համարով ենք հետ զանգել, ճշտումներ պետքա կատարեինք, երևի տենց պահպանել են։ Տեսնես ավտոս երբ կտան։ Ես սենց տունը մնալով ուղակի կցնդեմ։ Ես վստահ եմ, այս 2 օրը հաստատ կվերադարձնեն։ Չէ, ես տենց չեմ կարծում։ Պես բարդ գործ է։ Ինչ ես ինձ զանգում կամ ընդհանրապես որտեղից քեզ իմ համարը, որ մի հատ էլ զանգում ես։ Քեզ թվում է իմ համար համար գտնելը այդքան բարդ է։ Առավել եւս քունը։ Քեզ մարդավարի ասեցի, չէ՞ որ նշանված եմ։ Ինձ հետաքրքրում է այն, որ սիրուն աղջիկ ես, նշանված ես, բայց ծանր աշխատանք ես կատարում։ Իմ հետ շփվելը, իմ հետ 2 բառ խոսալը քեզ կօգնի, որ կյանքին արդեն ուրիշ ձև նայես, ու էլ սխալ ընտրություն չկատարես։ Ես իմ ընտրությունը շատ վաղուց կատարել եմ ու վերանայելու կարիք ընդհանրապես չունեմ։ Լավ մնա։ Լավ, ոնց ասես։ Հույս ունեմ, որ իրոք հասկացար։ Դե նայ, եթե հայլու մեջ նայես ու հասկանաս, որ քո կողքը կարա ուրիշ տղա լինի, կարա զանգես, ես հպարտ չեմ, կպատասխանեմ։ Բայց մի բան լավ հիշի, որ իմ հետ կապված դու սխալ կարծիքում ես։ Ես քեզ խոսք եմ տալիս, որ դու քո կարծիքը կփոխես։ Ու ես ասածս էլ ֆիքսի, որ հետո հիշելու բան ունենանք։ Դուրս գալուց ինչ ասացիր, չհասկացա։ Գնում ես։ Հա, գնամ ու գամ։ Ավտոտ նստի։ Եկել եմ Սեդային տենամ։ Իմ գրելուց ու զանգելուց հետո Չէ, մինաս, գործեր ունի, խառն էի։ շատ խառն ես դու։ Շատ խառն ես։ Արի գիտես ինչ անենք։ Արի եսը քո հետ հիմա կգամ։ Իսկ Սեդային դու հետո կտենաս։ Ավտոյի մեջ կխոսանք։ Խնդրում եմ տար ինձ տեղից։ Ուր տանեմ, հիվանդանոց ենք եկել։ Չէ, պետք չի հիվանդանոց։
ես անում ստեղ։ Չի լսվում։ Անունդ ինչ է։ Մենակ ես ստեղ։ Մի րոպե, ոնց է ստացվում, որ դու ոչ մի բան չես հիշում, բայց այստեղը շատ լավ հիշել ես ու եկել։ Տաքսիստը դու ես, չէ՞։ Հա, տաքսի եմ քշում։ Անունս էլ Հարութ է։ Հետո Հիշում եմ, որ ստեղ եմ արթնացել։ Դրանից առաջ ինչ է եղել, չեմ հիշում։ Տանը անընդհատ քեզնից են խոսում։ Ուզում են հասկանան ոնց է եղել, ինչ է եղել, դու ինչ կապ ունես։ Ես էլ մտածեցի գամ ստեղ ու ավելի հեշտ կլինի ինչ-որ բան հիշելը։ ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Ուշադիր լսի։ Ես քեզ հանդիպել եմ Սևանի ճանապարհին։ Մութ էր։ Անօգնական վիճակում էիր, լացում էիր։ Փորձեցի օգնեմ քեզ։ Ուզում էի տանեի հիվանդանոց, բայց ոչ մի կերպ չթողեցիր։ Ասեցիր, որ մարդ ես սպանել։ Հետո ասում էիր, որ զանգեմ ինչ-որ Էլենի, բայց հեռախոսը չգտա։ Ու հետո պարզվեց, որ ընկել է մեքենայիս մեջ։ Մեքենաս ոստիկանների մոտ է։ Զննություն են անցկացնում։ Ու ես այս ամբողջ ընթացքում չեմ կարողանում մեքենա քշեմ։ Իսկ ես տաքսի վարելով եմ տուն պահում։ Այդքանը հերիք չի, մի հատ ինձ քննիչն ասում է, որ նշանածդ ու աղբերդ ատամները սրած ինձ են ման գալիս։ Դու այդքանից հետո եկել ես ստեղ, որ ինչ անես։ Ինչ հիշես։ Մաշել մի րոպե։ Կարող է գույնը փոխենք ու մի քիչ էլ երկարացնենք։ Բայց դու փոփոխություն չես սիրում։ Դե այսօր մի ձևի սիրտս ուզում է։ Կլինի գնաս ստեղից։ Ես եկել եմ, որ մենք միասին բան քննարկենք։ Ես քո հետ քննարկելու բան չունեմ։ Չեմ ուզում, որ նորից վատանաս, ամեն ինչ մոռանաս, ու ես նորից հայտնվեմ խնդիրների մեջ քո պատճառով, առանց այդ էլ տեղացի տակից դուրս չեմ գալիս։ Դու գոնե հասկանում ես ինձ ինչի մեջ են մեղադրում։ Հա, ես քեզ հասկանում եմ, բայց դու էլ ինձ հասկացի։ Իմ համար էլ հեշտ չի։ Ու հետո ինչ ես հետս ես տոնով խոսում։ Ես ընդամենը եկել եմ, որ փորձեմ ինչ-որ բան հիշեմ, որ գոնե դու օգնես ինձ։ Մի անգամ օգնեցի, գոհ եմ։ Իզուր եկա։ Հա, 100%։ Լսի, ես հասկանում եմ, որ քո մեքենան են վերցրել, որ քեզ կանչում են հարցաքննության, բայց իմ կյանքը խորտակվում է։ Ես իմ սեփական տանը ինձ բոլորին խանգարող ու խայտառակող եմ զգում։ Դե կներես, որ քո վերին արժեքները չեմ հասկանում։ Իմ համար էլ տաքսի քշելն է շատ կարևոր, որովհետև ես դրանով տուն եմ պահում։ Ու արի չմոռանանք, եթե հանկարծ ինձ մեղադրեն, որ ես քեզ մատով կպել եմ։ Լավ, ես չեմ հասկանում, ինչի չես ուզում օգնես ինձ։ Ինչ կլինի, եթե մենք երկուսով հասկանանք ինչ է եղել, ինչ է կատարվել։ Ես քեզ կօգնեմ, դու ինձ։ Լսի, կլինի ուղղակի գնաս այստեղից։ Այդ օրը ընկերուհուս ծնունդն էր։ Ու ընկերուհիս ինձ նկարացույց տվել, որտեղ շատ պարզ երևում է, որ ես ու դու կանգնած խոսում ենք մի քիչ հեռվում։ Հետո ես հիշեցի, որ տեսել եմ քեզ։ Բայց ես չեմ հիշում ինչ եմ ասել քեզ։ Կարող է
Ես այդ օրը քո մեքենան եմ նստել։ Այստեղ ստոպ։ Դու կարողա չես հասկանում, որ ես ամեն ինչը նկատում եմ։ Ինչի համար ես այդ հարցը տալիս Մինաս։ Դու կարողա չես հասկանում, որ ես ամեն օր լսում եմ քեզանից մենակ տաքսիստի մասի խոսակցությունը։ Մինաս դրա անունը մի տու իմ մոտ։ Ես դրա անունը լսում եմ, ներվերս խախտվում է իրար։ Ուզում եմ գնամ դրա կոկորտը կդրեմ։ Ու այդ օրն էլ է գալու, դու հիշի։ Վռազում ես։ Շատ ես վռազում։ Ինչի համար եմ վռազում Մինաս։ Բա ինչ անեմ, ձեր նման նստեմ սպասեմ, հասկանում ես, Սեդան մի հոգու անուն է տալիս։ Սեդան մի հոգու է հիշե։ Ու նշանակում է, որ դա մի բանի հետ կապ ունի։ Չես հասկանում Մինաս։ Լսի։ Ես շատ լավ եմ հասկանում։ Սեդան իմ քուրն է։ Այդ տղեն էլ ասել է, որ ինքը իրան օգնել է։ Ու դու հավատում ես։ Բա կարող է խաբել է, կամ վախացրել է։ Սեդան էլ վախից այդ ամեն ինչը տենց է ասել, որ չի հիշում։ Ինչ գիտես, Մինաս կարող մոր հետ կապված ինչ-որ խոստումներ ա տվել։ Ես զարմանում եմ, դու կյանքի տղա ես։ Ոնց ես ամեն ինչը չես հասկանում։ Բայց կյանքի տղա եմ, դրա համար եմ այդ խոսում։ Ուզում ես անմեղ մարդու դնես պատի տակ։ Ես ուզում եմ, որ ես հարցը լուծենք ճիշտ մարդու հետ։ Ոչ թե անմեղ մարդու հետ, չես հասկանում այդքանը։ Կարող է այդքան աննասուն է, որ այդքան օգնել ու տարել է քրոջս իրա տուն։ Տրամաբանական հարց եմ քեզ տալիս։ Անուղը կտաներ իրա տունը կպահեր։ Հապուշ չի արա։ Բա ինչ ես մտածում Մինաս, նստենք սպասենք, թե ինչ որ մեկը գալու ասի ես եմ արել։ Ոչ մի մեղավորի ճակատին էլ գրած չի։ Նվեր էսի կինո չի։ Իմ մոտ մեծ տպավորություն, որ դու ուզում ես մենակ ինչ որ մեկին մեղադրես ու պատժես, էտա քո ուզածը։ Հետո հետ կանգնել չի լինելու։ Լավ, ինչ որ մեկը կարող է իմ վիճակը հասկանա։ Ես այս ամեն ինչը երբ որ լսել եմ, ինչ որ մեկը լավ ինչ որ մեկը իմ դրության մեջ կարում է մտնի։ Դուք հասկանում եք իմ վիճակը, որ ես լսել եմ, կպել են Սեդային, նեղացրել են, օր ու գիշեր իմ քունն ու դաթարը խախտվել է։ Չեմ հասկանում, մեկ է բոլորիդ Մինաս։ Հասկանում ես արդեն մեր հարսանիքը պետքա լիներ։ Չհասկացա։ Ես արդեն անցյալով ես խոսում։ Հա, դու եկար, ինձ ասեցիր, որ քեզ տանեմ Երևան, բայց ես քեզ հայերենով բացատրեցի, որ ես պատվեր եմ վերցրել ու գնում եմ Դիլիջան։ Հետո Քո հետոն չգիտեմ, բայց այ ես գնացել եմ Դիլիջան, ու եթե պետք լինի, ես այդ մարդուն կգնամ կգտնեմ, ինքը կասի, որ ես այդ ընթացքում եղել եմ Դիլիջանում, իսկ քեզ հանդիպել եմ արդեն այնտեղից հետ գալուց, Սևանի ճանապարհին։ բայց ինչի ես քեզ պիտի ասեի, որ մարդ եմ սպանել։ Ես ինչ իմանամ։ Ասում ես հարսանիք չի լինելու, հա։ Մինաս բաներ խոսացի, բարերիցս մի կախվի, դու գիտես իմ ուղեղը ինչ խառն է հիմա։ Արի մի հատ ազնիվ խոսանք իրար հետ։ Եթե քո մոտ մի բան փոխվել է, հիմիկվա ինձ ասա։ Դու գիտես չէ, Սեդայի համար գժվում եմ, դու գիտես իրա ոնց եմ ընդունում։ Գժվում ես, հա։ Բայց ամեն ինչից հետո ինչ որ կատարվել է։ Ոչ գալիս ես, ոչ տեսնում ես, ոչ հետը խոսում ես։ Այդ նորմալ է։ Մինաս, որովհետև
Որովհետև չգիտեմ ինչ խոսամ, չգիտեմ գամ ինչ ասեմ իրան, հասկանում ես։ Ես այն ժամանակ եմ ուզում գամ իրա դիմաց կանեմ, երբ որ այդ լակոտին ոտերից տակ առած կլինեմ։ Ես քեզ չհավատալու պատճառ չունեմ, բայց ուզում մի բան իմանաս։ Ուրիշ չեմ թողնի, որ այս ինչ որ կատարվել է, իմ քրոջ վրա վատ ազդի։ Բայց ես քեզ հստակ եմ ասում։ Ու դու ինձ պետք է օգնես եւ գաս Սեդայի հետ խոսես։ Նորից եմ քեզ ասում, իմ քուրը քեզ սպասում է։ Եթե քո մեջ ոչ մի բան չի փոխվել, գնա նստի հետը խոսա։ Եթե չէ, ինձ ուղիղ ասա, կամ իր հետ գնա խոսա, բայց ասա, տղամարդ եղի։ Եթե անգամ սխալ բան արեմ, իր ուզելով չի եղել։ Հասկանում ես այդքանը։ Ես մնացած որոշումը քոնն է։ Գնանք։ Ավելի լավ կլինի հիշես ինչ ա եղել։ Դրանով համ քեզ կփրկես, համ էլ ինձ։ Ու թող քեզ չտվա թե ինձ մեկա։ Ես էլ եմ վատ վիճակում։ Այնպես չի, որ մենակ падգամավորի ընտանիքները ունեն պատիվ, հարգանք, անուն։ Ես էլ շրջապատու ընկերներ ունեմ։ Ու ես չեմ էլ պատկերացնում, եթե հանկարծ մեկի ականջ ընկնի, թե ինձ ինչի մեջ են մեղադրում, ինչ եմ անելու։ Միած Սեդային կանչի։ Ինչի՞, ինչ որ բան ա եղել։ Բան եք բարձել։ Ուզում եմ տեսնեմ Սեդային։ Լավ, հեսա կանչեմ։ Նստի։ Սեդ Խմես մի բան։ Չէ։ Ինչ եղավ։ Կարող չի ուզում ինձ տենա կամ ամաչում է։ Մինաս, Սեդան տանը չի։ Ոնց տանը չի։ Դու նոր ես նկատում։ Հա, բայց ես չեմ տեսել ոնց է դուրս եկել։ Էլենը եկավ մոտը, միասին գնացին սենյակ ու հիմա չկա։ Որ քիչ մտնես հերրախոսիդ մեջ, շատ բան կնկատես։ Զանգի Էլենին։ Զանգել եմ, չի պատասխանում։ Ես արդեն կգժվեմ այս վիճակից։ Նորից զանգի։ հա Սյուզ։ Հա ու հիմա ասել էի։ Այդ ոնց եք տնից դուրս եկել, որ չեմ նկատել։ Սեդան ուրա։ Վայ, հանգստացի։ Հանցագործություն չեն կարել, դուրս ենք եկել ընդամենը քայլելու։ Հազիվ եմ Սեդային համոզել։ Ուր եք հիմա, շուտ տուն եկեք։ Հա, հիմա գալիս ենք։ Հեն ինչ է ասում։ Դուրս էին եկել քայլելու։ Հեսա գալիս եմ։
Զարմացա ասեցին այսօր շուտ ես տուն գնացել։ Հիմա հասկացա, տեսքդ հոյակապ է։ Շնորհակալ եմ։ Բա ինչի համար եք ինձ կանչել։ Արի նստի կասեմ։ Մի լարվի, լավ առաջարկ ենք քննարկելու։ Ուզում եմ քեզ սրճարանի մենեջերի պաշտոնը առաջարկեմ։ Ինձ։ Բա Նարեկը դուրս է գալիս։ Չէ, դուրս չի գալիս։ Ուղղակի քո համար նենց մարդ ա զանգել, որ չեմ ուզում մերժեմ։ Երևի դու գիտես ով ա զանգել։ Համել ասեց, որ մեզ կօգնի։ Դե մեր սրճարանը փոքր է, որ դու էլ համաձայնվես մենեջեր դառնաս մեզ օգնի, շատ լավ կլինի։